Բարեզս հունիս 16-ը Վարդան Vivi-Talks այսօրվա հետաքրքիր իրադարձություններից մի քանի խոսք, ուրեմն երևի լսել եք, որ արդեն Տրամպը հայտարարեց, թե ինքը համաձայնության են եկել Իրանի հետ բանակցողները, երկու կողմերը եւ ինչ որ 1.5 էջանոց ինչ որ բան են ստորագրել, որը ինքը չասեց ինչա մեջը, ոչ մի ադմինիստրացիայի անդամները, վիցե-պրեզիդենտը եւ այլն ոչ ոք չի խոսում դրա մասին, կոնկրետ ինչ կա դրա մեջ, եւ բայց այնպես ինքը ձևացրեց, որ դե հա, մտքովս չէր անցել, որ ուղարկեմ կոնգրեսին, բայց վատ գաղափար չի, ուղարկեն կոնգրեսին։ Ուղարկեք կոնգրեսին ասեց։ Անցավ տենց մի ժամ, մեկ էլ հաջորդ եղավ, որ դե երբ որ վերջնականը լինի, այն ժամանակ ուղարկենք կոնգրեսին, այսինքն չեն ուզում ցույց տան, թե ինչ համաձայնության են եկել, որովհետև քննադատություն է լինելու, բնականաբար բոլորը առանց բացառության համարյա ասում են, որ նույնիսկ մոտիկ չի այն հանձնարարական պայմանագրի կամ որը գոյություն ուներ Օբամայի ժամանակ էր կնքված, որ ինքը եկավ լրիվ չեղել համարեց եւ հիմա ինչ որ բան է ստորագրել։ Anyway, համար ստերեոտիպին շատ պետք չի, բայց իրան շատ կարևոր է, որ ինչ որ բան լինի, որպեսզի Հորմուզի նեղուցը բացվի, նավթը հոսի, հայտարարեց, որ արդեն բաց է, նավերին ասեց, որ ձեր միացրեք ձեր շարժիչները, այսպես ճակերտավոր, շարժ սկսեք ճամփորդել, պետք է նավթը գնա եւ այլ, պարզկասներից այդպիսի բան չեկավ, ձայնձուն չկար, կարծես թե այդքան էլ բան չէր այնտեղ կատարվում, ամենայնիվ իր ոգևորությունը դուրս եկավ ու արտահայտեց։ Well, ինքը ոգևորված էր, այո, բայց նույնիսկ իր ադմինիստրացիայի մեջ մարդիկ բոլորովին ոգևորություն չէ ցուցաբերում, նույնիսկ իր CIA դիրեկտորը շատ կասկածանքով մոտեցավ, որ Իրանը պատրաստ է որևէ բան ստորագրելու լուրջ եւ այլն։ Հիմա հետաքրքիր ինչ է, որ այս ինչ որ ստորագրել են, դա նախաստորագրված ինչ որ բան է։ Ոչ թե իսկական փաստաթուղթ է։ Իրական բանակցությունները պետք է հիմնական հարցերում, հա, պետք է լինեն երկու ամսվա ընթացքում։ Բայց այս ուրբաթ պիտի ստորագրվի, այս 1.5 էջանոց մի բան է։ Այսինքն դա չի ստորագրված, նույնիսկ դա բոլորը սպասում են, թե ուրբաթ օրը իսկապես ինչ է ստորագրվելու, ինչ է մեջը լինելու, եւ բոլորը ինքը կրկնում է, որ դե միջուկային զենք չի ունենալու Իրանը երբեք։ Okay. Դրանից հետո ինչ, ուրիշ ինչ կա։ Դու այնտեղ արդեն չեն ասում ուրիշ ինչ կա։ Այսինքն այնտեղ շատ տեսակետներ կան, թե ինչ կարող է լինի, բայց ինքը Տրամպը դրա մասին դեռ չի խոսում։ Շեշտը դնում է այդ միջուկային զենքերի լինելու չլինելու վրա։ Խոսքով։ Ասում են այդ մեղք իրա գլուխը։ Բայց դրանով հարցը չի վերջացել։ Որովհետև գիտեմ, որ բանակցությունների ժամանակ պայմաններից մեկը Իրանի կողմից շատ պնդվող այն էր, որ պետք է այս package deal լինի, այսինքն պետք է Հեզբոլլահին հանգիստողնի Իսրայելը Լիբանանում, եւ ընդհանրապես Լիբանանից դուրս գա, այնտեղ կռիվ չշարունակվի։ Այսինքն, եթե զինադադարը խաղաղություն է, դա խաղաղություն է։ Կանգնում են կրակել չի լինելու եւ դրա մեջ մտնում է, որ դուք չեք հետապնդելու, դուք ասելով այնտեղ հասկացվում է Միացյալ Նահանգներ Իսրայել, Հեզբոլլահի ուժերին Լիբանանում կամ որևէ տեղ։ Այդ շատ լավ սիրուն բան է ինքը ասում, ես բոլորին վստահ չեմ, որ ամերիկացիք դրա հետ համաձայնվել են ինչ որ գրավոր ձևով, բայց քանի որ դա նախնական պայմանների ամենակարևոր կետերից մեկն էր Իրանի տեսակետից, ենթադրում է, որ դա կա։ Ինչից է ուրիշ ենթադրվում, որ կա։ Տրամպը անդադ ասում է, որ դե բավական է էլի այդ Իսրայելին մի կրակի այլևս այդ ինչ խանդություններ է սանում։ Իդեպ եկել այսօր էլ խոսած դրա մասին, որ ամեն անգամ Իսրայելը ինչ որ մեկի հետևից է գնում, ինչ որ մի մարդ է ուզում սպանի, մի ամբողջ բնակելի շենք է պայթացնում, որ այդ մարդը մեջը մնա, հենց ինձ ասած։ Ես դա չանորմալություն ասում, այտենց ոնց կարելի է քաղաքի մեջ սա բռնես կենտրոնում մի հատ ամբողջ շենք ցած բերես, որտեղ ուրիշ բնակիչներ կան եւ այլն, որտեղ ինչ որ մեկին ուզում է սպանել եւ այլն։ Մի խոսքով, այս Տրամպի բողոքն է Նաթանյահուի դեմ, իհարկե խոսակցություն եղել է,
Ինչպես հիշում եք առաջի անգամ էլի զանգեց ինչ ասեց Իրան, փիս խոսքերով եւ այլն, եւ դրանից հետո որ կանգնեցրու բաները Նաթանյահին կանգնեցրեց հարձակումը այդ շաբաթ։ Հաջորդ շաբաթ մեր սկսվեց այդ Լիբանանի վրա հարձակումը, մի խոսքով այդ բանը հիմա էլ կա։ Եվ Թրամփի ասացին որ դու վերջացրու որ կանա մի բան կնքեմ։ Պրոբլեմն է որ Նաթանյահուն ընդհանրապես Իսրայելը այդպես չեն մտածում։ Իրենց կարծիքով որևէ բան որ պայմանավորվեն Իրանի հետ դա լինելու է շատ վատ իրենց համար։ Սարսափելի բան լինելու եւ քանի որ ոչ մի նպատակի չեն հասնել։ Այսինքն նպատակը որն է Իսրայելի համար, բավական չի որ այնտեղ կլինի միջուկային զենք, չի լինի կսարքեն չեն սարքի, իրենց պետք է ռեժիմը փոխվի։ Եվ ուրիշ ճանապարհ չեն տեսնում իրականության մեջ, ուրեմն հետևաբար պետք է պատերազմը շարունակել, ճնշումը միշտ պահել վրան եւ այլն։ Ինքն էլ Նաթանյահուն եւ իր պաշտպանության նախարարն էլ այդ նույն բանը փաստորեն ասեցին, շատ ամենապարզ բառերով առանց ծամծնելու, հետեւյալը, որը նշանակում է վետո են անում որևէ ամերիկյան պայմանագրի։ Ինչպես նախորդ ասել էի, որ իրանք այդ հնարավորությունը ունեն եւ իրենց ասած հետեւյալն էր, որ Իսրայելը բոլորովին էլ այս բանակցությունների մաս չի կազմել, փաստորեն, որևէ ստորագրություն դուք իրար հետ որոշեք տնեք, դա մեզ չի վերաբերում։ Մենք պահում ենք մեր իրավունքը, մեր պաշտպանության հարցերը ինքներս լուծենք, ինչպես կարծում ենք, որ պետք է լուծենք, բոլորովին էլ դու մեզ հրամաններ չես կարող տալ։ Այսինքն շատ པարզ ձևով դրվեց դա։ Իհարկե Նաթանյահուն այնտեղ փորձեց հետո փապկացնել, ասելով դե դա դաշնակից է, մենք չենք ուզում բան անենք, այնտեղ վերլուծաբանները ասեցին դե բացի չի ուզում կռիվ սկսի Թրամփի հետ, որ չճղանացնի իրան բան, բայց բոլորովին էլ չի պատրաստվում տեղի տա Թրամփին։ Այսքանն էլ արդեն པարզ էր։ Ինքը པարզ ասեց, որ դե Թրամփը պրեզիդենտն է Միացյալ Նահանգների, շատ բարի, ես էլ վարչապետն եմ Իսրայելի։ Եվ մենք շատ հարցերում կարող է չհամաձայնվենք, հա, ասես նացի eye to eye այդ հարցում, ուրիշ հարցերում կարող ենք համաձայնենք։ Բայց մենք պահում ենք իրավունքը մենք անելու մեր քայլերը ինչպես մենք ենք տեսնում։ Դա նշանակում է Լիբանանի հարավից դուրս չեն գալու, այսպես կոչված ապահովության սեկտորը պահելու են, security sector-ը։ Դա նշանակում է, որ Հիզբոլլահին չեն թույլ տալու, որ շնչի, այսպես ասած, պետք է խփեն, երբ ուզում են, որտեղ բռնեն, ասում են, սատկացնեն։ Այդ իրանց բանը չի փոխվում։ Որտեղ դա կնշանակի, որ իրանք թույլ տվեցին Հեզբոլլահն այնտեղ ուժեղանա, վերակազմվի, վերականգնվի եւ այլն։ Այդ իրանց բոլորովին չի հետաքրքրում այդ մոմենտը։ Եվ բարձրացեց партիի ինչ անելու։ Սա իհարկե Թրամփին դուր չի գալի բոլորովին, շատ frustrated վիճակ է իր մոտ, արդեն էլ չգիտի ինչ խոսա, ինչ ասի, ամենական որ խոսում է Նաթանյահուի վերաբերյալ մի հատ բան փախցնում այնտեղ, բայց anyway, վերադառնամ այսպես կոչված այս պայմանավորվածության այս process-ի հետ։ Բաներից կետերից մեկը, որ իրանք արդեն ասել են, այնա որ այո, բան չի լինելու, իրար վրա չենք կրակում հիմա, ուրեմն 60 օր գոնե կանգնեցնում են, նավթը կարող է հոսի, հիմա ամերիկյան տեսակետով դա պիտի հոսի առանց որևէ գումար գանձելու Իրանի կողմից։ Իրանցիները տենց էլ չեն ասում, հակառակ ասում են, մենք չենք հրաժարվում փող աշխատելու հնարավորությունից, մեկ։ Երկրորդը, որ իրական բանակցությունները պետք է այդ 60 օրվա ընթացքում լինեն։ Հիմա ինչ որ լինում է, այսպես ասած, ընդհանուր հիմունքների մասին եմ խոսում, որ պետք է միջուկային զենք չլինի, Հորմուզի նեղուցը պետք է բացվի, պետք է խաղաղություն լինի, այսքան են ասել։ Բայց դրա տակ կան հազար ուրիշ բաներ, այսինքն դա ինչ է նշանակում, դա նշանակում է նավթը հոսելու է, Իրանի նավթն էլ է հոսելու։ Եվ դա նշանակում է Իրանը մի քանի միլիարդ կամ մի միլիարդ առնվազն փող աշխատելու ստեղ։ Երկրորդը դա նշանակում է, որ այո, մնացած իհարկե դա շուկաները վրա ազդեց, որտեղ ամեն ինչ միանգամից լավացավ կարծես թե։
շուկա արժեթղթերի շուկաների մասին, stock market-ի մասին։ Մի անգամից կանաչեց, ստեղ գեղեցկացավ եւ այլ, բայց բոլորը անհապեր սպասում են թե insurance company-ները օրինակի համար, որ դրա համար նավերը շատ էլ չեն շտապում, որ տեսնենք իսկապես ինչ են այս ուրբաթորը ստորագրում, որ հետո հասկանանք մենք ինչի վրա ենք մեր, ասենք թե ռիսկերը ինչպես կարող ենք հաշվել, հա, այս կարևոր հանգամանք է։ Շատերը սպասում են այս ուրբաթորը, ոնց մի խոսքով էդ էր բանը։ Եվ հետո նոր կտեսնենք, թե իրապես այդ միջուկային մատերիալը, որ արդեն գոյություն ունի, ուր է գնալու, ու մոտ է գնալու, ես իչմանամ, այն միլիարդները, որոնք սառեցված են երբ են վերադարձնելու, որքան ինչ չափերով եւ այլն, դենց հարցեր կա, որոնք դեռևս լուծված չի եւ դրանցից որևէ մեկը կարող է ասենք, թե այս պոտենցիալ վերջնական պայմանագիրը ձախողի, որ իհարկե Իսրայելը ամեն ջանք գործածի, որպես այդպես էլ լինի։ Կողքից ի դեպ ասեմ, որ միակ երևի մարդը, որ Իսրայելի հետ համաձայն է, դա այդ շահն է, այսպես ասած, թագաժառանգն է, որտեղ նա էլ է կարծում, որ դե միջև ռեժիմի փոփոխություն չլինի, ոչ մի բանի պետք չի հավատալ, թե ինչ կասեն ընդդեմ օլաները եւ այլ։ Այս ուղղակի անցողիկ բան ասեմ, որ այդ իր վերջի ինտերվյուի ժամանակ, վերջին ասել մի քանի այսօրվա, քանի օրվա, 2 օրվա պատմություն եմ ասում, այդ բանն էր, թեզները բանն էր, որ սա ինչ էլ ստորագրեք, վերջում ձախողվելու է, նախ չի էլ ստացվելու, որտեղ այս պայմանները դնելու, որ դուք չեք կարող այդ 60 օր հետո իրականացնեք, կամ այդ օրը կգա, կանցնի, կտեսնեք, որ ոչ մի բանի չեք հասել, այս իր բանն է։ Դրա համար պետք է շարունակել, պետք է ոնց ասում են ոտքը պայլ գազի վրա եւ այլ sense բաներ ասողներ շարքան։ Բայց երկու խնդիր կա այստեղ։ Եվ դա իհարկե Նաթանյահյանն էլ է պետք, որտեղ իրան արդեն շատ վատ են նայում։ Իր երկրում եւ ինքն էլ ընտրություններ ունի նոյեմբերին։ Եվ համարյա պարզա, որ ինքը չի անցնելու այս անգամ։ Այսինքն Կրեսետում իր կուսակցությունը մեծամասնություն չի բերել, նույնիսկ կոալիցիաներով եւ այլպես այնպես։ Եվ դա մասամբ դրանից է, որ ինքը չի կարողանում ծախի իր ժողովրդին, որ ինքը ունի Թրամփի, այսինքն Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը իր պլանների համար, պատերազմը շարունակելու համար։ Այսինքն այլևս բոլորի համար պարզ է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը չեն համակնում այս հարցում եւ ինչքան էլ գեղեցիկ ճառեր ասես թե SSN հենց այս ոնց էր նախկին առաջի Թրամփի պրեզիդենտության ժամանակ հիշում եք այնտեղ մեծ պաստառներ էին դնում, բիլբորդներ էին դնում Իսրայելում Նաթանյահուի եւ Թրամփի միասին, որ Յանի մենք շատ լավ ընկերներ ենք, բարեկամներ ենք, տես ես իր միջոցով ինչ մեծ բաների եմ հասել։ Եվ իրապես մայրաքաղաքը տեղափոխեց Երուսաղեմ, Ամերիկայի բանով հրավերով ոնց որ ասում են արդեն տեղափոխել էին, բայց Միացյալ Նահանգները իր դեսպանատունը տեղափոխեց Թել Ավիվից Երուսաղեմ ճանաչելով դա որպես մայրաքաղաք։ Այդ Գոլանի բարձունքները, որ գրաված Սուրիայից տերիտորիաներին ընդունեց, որ դա Իսրայելի մասնակազմում, երբեք մեծ բաներ էին սրանք եւ իսկապես Նաթանյահուն կարող էր ասել, որ ես այստեղ Թրամփի միջոցով ինչեր եմ անում, դուք ինձ պահեք, որտեվ մենակ ես կարամ sense բաներ անեմ։ Հիմա հակառակն է։ Հիմա արդեն դարձավ այնտեղ, որ բոլորին պարզ է, որ դու այլևս չես կարողանա այդ բանը անես, հետեւաբար քեզ պահում ենք, որ ինչ անենք։ Ժողովուրդը քեզ չի սիրում, այսինքն պահում եք, ով է ժողովուրդն է պահում իրան իրաց մտածելակերպի մասին եմ խոսում այստեղ։ Դու պատերազմ սարքեցիր չեղած դու ներքին ահագին փորձանք եկավ եւ ոչ մի այսպես ասած շոշափելի հաջողությունների չենք տեսնում չես հասել, եթե չհամարենք, որ իա ռմբակոծեցիր Իրանը, իրենց շատ ինդուստրիան քանդեցիր հա, բայց բարձմա ահագին բան դեռ մնացել է, չէ՞, հերթիների կամ բաների մեծ մասը դեռ չեն խոցված, մի խոսքով շատ այն ինչ որ խոստացվում էր կամ ինչ որ նույնիսկ
հապարտությամբ ասվում էր, բացվում է, որ տասածների ես ինքնս կայական մասը մի քիչ չափազանցություն էր։ Շատ բան ճիշտ էր, շատ բան Իրանը ցույց չի տալիս, թե ինչքան վատ է, որտեղ նրան էլ պետք է ռոպագանդայի այդ մոմենտը, այդ պատերազմում ինքն էլ հաղթի, հա։ Պետք չի ամեն ինչ հալածյով տեղ ընդունելը, որ իր մոտ ամեն ինչ կա։ Այդ էլ մի բան կա, մի հատ sense հիվանդություն կա Եվրոպայում հատկապես։ Ամերիկայում որ շատ չեն սիրում, ինչ ուզում են գտնեն, հակառակ մի բան գտնեն, ասեմ որ տես չկարողացավ, չստացվեց, չի լելու բանման, այդ էլ կա իհարկե այնտեղ։ Ոչ ոք չի ասում, որ ամեն ինչ կարողացավ արել, բայց մի քիչ էլ պետք է օբյեկտիվ լինել այստեղ։ Հա, այս պատերազմը շատ վնասեց ռեժիմին, բայց միաժամանակ նաև վնասեց հակառակորդներին, վնասեց ժողովրդին եւ ստեղծեց միջազգային տնտեսական այնպեսի մի հատ ճգնաժամ, որի հետևանքով միայն բաներ տեղի ունեցան, օրինակի համար Օմանի եւ Իրանի կողմից, որ հիմա սկսելու են մտածել, մենք էլ ենք ուզում փող աշխատենք, ինչու ոչ։ Չպետք է դու ես չիմանամ ինչ որ մի տեղից անցնելու համար փող ուրիշը վերցնի, հիմա բարձավար այս նեղուցը նույնը չի ինչ որ ասենք Պանամայի կանալը կամ թե չէ Սուեզի կանալը, դրանք նույն բանը չեն, բայց համենայն դեպս սա մի բան է, որի մասին արդեն խոսում են, միջի ժամանակ չէին խոսում, ոչ ոք չմտածում փող վերցնես համար եւ այլն։ Մի խոսքով մի քիչ օբյեկտիվ լինելու համար երկու կողմերն էլ կարելի ասել, որ իրանք շատ բան եղավ, բայց Իսրայելի տեսակետից եմ ասում հիմա նոր Իսրայելի ժողովրդի ընտրողների տեսակետից Նեթանյահուն այլևս դառնում է liability, այսինքն դա ավելի պրոբլեմատիկ բան է դառնում, քան թե պոտենցիալ օգուտ։ Եվ դա հիմնականում իր հարաբերություններն է Թրամփի հետ։ Եվ ինքը էսա պրոբլեմը, Իսրայելը քեզ գործածում է, հետո գցում է, այդ մոմենտը եղավ հիմա։ Ամերիկան եւս մի անգամ գործածեց, ուղղակի մոռացավ, որ դիմացը ով է կանգնած։ Հիմա ես վստահ եմ 100%, որ եթե Թրամփը չլներ, ով էլ լիներ, Ամերիկային մցրել էին մինչև ականջները պատերազմի մեջ։ Իսկ սա բոլորովին այդ բանը չեղավ։ Երկու բան, նախ այս անգամ չի լինի։ Իսրայելը առած այն ինչ որ արեց Գազայում իր ռեպուտացիային այնպես խփեց, որ արդեն ինքը այդ Իսրայելը չի այլևս, հա, եւ ամերիկյան ժողովուրդը այդպես չի նայում իրան, այդքանը պարզ է արդեն։ Այսքան ցածր ռեյտինգ չունեցել Իսրայելը Ամերիկայում, ինչքան հիմա ունի։ Պատմականորեն այդպես բան չի եղել, այսքան ցածր։ Հիմա բաներ են ասում, բաներ են խոսում, ցուցադրում, որ աներևակայելի էր, ասենք թե 3 տարի առաջ կամ 4 տարի առաջ, այդպես բան չէր կարողներ։ Բայց այս բանը ազդում է ամեն ինչի ամեն իմաստով եւ դա թույլ է տալիս Թրամփին էլ իր frustration-ը, իր սրտեղացությունը արտահայտի, պարզապես Թրամփը ինչ's ասել, ինքն ասում է, որ այդ չգիտեմ ինչը ինձ սենց բան անում, խափում է կամ չի լսում կամ ինչ է, ինքը ասում է, արդեն դա դուրս է գալիս եւ բոլորը սկսում են հասկանալ, թե հարաբերությունները ոնց են վատացել։ Այդքանը կա, լարվել ասենք, հա, վատանալը որն է։ Բայց սա մեծ դեր է խաղում։ Հիմա, բայց սա մյուս կողմը ինչ է, որ Թրամփը ամեն կերպ որոշել է, որ ինքը պետք է սրանից դուրս գա այս պատերազմից եւ չի խրվելու ինքը սրա մեջ, ինչպես մյուս պատերազմները Իրաքը եւ Աֆղանստանը։ Սա իր գլխի մեջ հաստատ է, ոչ մի Իսրայել դա չի փոխելու իր մեջ, Նեթանյահուն, որ հիմա լրիվ վառվի էլ իր, չգիտեմ ինչ լինի, Թրամփին դրանից չես համոզելու։ Ուրեմն ինչ էր մնում, Թրամփին միշտ խափել, որ հեսա մի քիչ էլ, մի հատ էլ անես, ամեն ինչ լավ կլինի, դու հերոս կդառնաս։ Ու այդ չեղավ։ Դա ինքը ասաց, ուրեմն ինձ խառնեցիր եւ հերոս չդառնա, այլ հակառակը։ Ուրեմն դա երկար ժամկետը չեղավ, որ Իսրայելը հույս ուներ կամ հույս ուներ, որ արագ իսկապես այնտեղ ռեժիմի փոփոխություն կա։ Այս ոնց որ բանը լիներ, Պուտինի պատերազմը, որ պետք է 3 օրում վերջանար։ Եվ հիմա հասկացամ, որ չի ապեր ջան, սա չի լինելու։ Mən խոսքով Թրամփը չի ուզում մնա, սա այսքան արդեն հասկանալի է բոլորին, նոր բան չեմ ասում ստեղ։ Բայց այն հանգամանքը, որ Նեթանյահուն արդեն
բացեբաց ասեց Էլին, որ դե դու արա UBU ոնց որ ասում են, դու արա ինչ որ պիանես, բայց իմացի որ մենք էլ անելու ենք ինչ որ մեզ ապետ։ Վերջին հաշվով մենք անկախ երկիր ենք։ Տենց էլ ասեց։ Եվ եթե պետքա մենք ինքներս այս իրանց արդեն նախարարներից մեկն ասում, դրանպես Իսրայելում երբ որ շատ կոպիտ ուզում են ամերիկացիներին կոթեն, հա, ասենց մի հատ ոնց որ ասեն ամերիկացիներին տեղդ կնա նստի այնտեղ այդ բոլամեզ վրա բաներ ֆրազ, քո այդ մեծ ուժերը, այդ ասում են այդ կրծեր մինիստրների մեկի բանով, բերանով, ասենց ասած, այնտեղ ասենք թե ինֆրաստրուկտուրայի կառուցման ինչ որ նախարար ունեն կամ չգիտեմ կրթության չգիտեմ ինչ մեկը որը կուսակցական մարդ է իհարկե Նեթանյահուի կուսակցությունից է բայց ոչ արտգործնախարարն է որը պիտի հետո վաղ միսօր Ռուբիոյի հետ 30-30 խոսա ոչ ասենք թե պաշտպանության նախարարն է որը պետք է այսօր գայելի ամերիկյան պենտագոնից ասենք քամի տանի կամ ինչ որ բաներ անի գործակցի ոչ էլ իհարկե ինքը Նեթանյահուն սո մի հատ ընտրում են մի հատ ուրիշ նախարար որը մի քիչ ուղղակի կապ չունի նա մի հատ ամերիկացիներին լավ կոթում է բոլորը հասկանում են ինչա հետո մեկը որ նեղանը դե կասեն մի բան ասեց էլի մեր բաներից մեկն է ասենց ասած նացիոնալիստ կուսակցականներից է ոչինչ բայց շատ լուրջ ձևով դա դրեց որ դուք մեզ վրա հաշիվ չանեք որ մենք պիտի ձեր հրամաններով շարժվենք մենք եթե պետք եղավ մենակ էլ Իրանի վրա հարձակումները կշարունակենք ինչեւ որ պետք ինչքան որ պետք լինի Խոսքով այս խոսքերը բավական բան ձևով միշտ անում է Իսրայելը ասեմ ես առաջի անգամ ես դա լսել եմ դերևս Ռեգանի ժամանակ երբ որ Ռեգանին ասեցին Իսրայելը ձեր համար բանանա ռեպուբլիկ չի որ դուք մեզ թելավադրեք թե ինչ է լինելու որտեղ որ չգիտի բանանա ռեպուբլիկ ինչա գինեք այդ հակոստեղանի խանութի մասին չի եղել ինչ որ կենտրոնական Ամերիկայում եւ այլն երկրներ կային, որոնք փաստորեն ապրում էին միայն մի հատ ամերիկյան գործարանի կամպանի արտադրանքի վրա, այսինքն բանան էին արտադրում, չգիտեմ բանաները կամ անանաս էին արտադրում, այդ ամբողջը դել կամ բաններ տանում եւ այլն, եւ այդ դրա վրա էին նստած, դե բնականաբար այդ կամպանիները դեռ ինչ որոշում Միացյալ Նահանգներն իր բնականաբար իրանց հետ Խոսքով այդ արտահայտությունը հին արտահայտությունն է որ քաղաքական կա եւ այն ժամանակ Իսրայելը դա նույնիսկ Ռեգանին ասացին 30-30 Իստա խոսում ենք թվի մասին արդեն 80-81 թիվ 82 թիվի մասին ենք խոսում չէ Այն ժամանակ դե կարող էին իրանք դες բան անեն հիմա իհարկե կարող են անել եւ անում են ասես periodically ամերիկացին մի հատ բզում են որ դուք շատ մի թելադրեք ինչ անելու Մա Թրամփը իհարկե ժամանակ որ զանգեց գոռաց, էլի ոնց որ ասեցի, դե հասկանում եմ որ չափ կա, կարող ես ինչ որ մի քիչ քո անկախության մասին բողոքես, բայց իրանք հասկանում են որ իրանք լրիվ կախված են Ամերիկայից, այդ էլ պարզ է իրանց համար։ Եվ զենքերի իմաստով, զինատեսակների եւ տեխնոլոգիաների իմաստով եւ շատ ուրիշ ֆինանսների իմաստով եւ այլ շատ ուրիշ բաներ կա ինչքան էլ հիմա Իսրայելը շատ ավելի զարգացած է ու հազոր քան ասենք թե 1984 թվականին ասենք թե բայց էլի անկախ չի Միացյալ Նահանգներից այդքան էլ ճիշտ է այդքան պարզ է Թրամփի այս G7-ի հետ կապված հիմա գիտեք որ G7-ի միտինգն է գնում Ֆրանսիայում Թրամփն էլ դեղա ինքը որոշեցին ինչ որ տանեն այդ տեղափոխեն ինչ որ ամրոցին ստորագրելու այդ բանը կատարեն չգիտես ինչի նո ասում ապահովության համար Շվեյցարիայում բայց համենայն դեպս Ֆրանսիայում հավաքվեցին խոսացին եւ կարծես թե Թրամփի այդ խոսալուց որոշեցին որ իսկապես արի դու այս Իրանի հետ այս խնդիրները արագ փակի շատ լավ ես անում որ բանակցում ես թորմուզը բաց ու դու վերադարձի ասում են քո լիդերությանը քո դերին ուշադրությունը նորից
վերադարձրու Ուկրաինայի պատերազմի վրա, ոչ թե այնտեղ ինքես ինչա պետք այնտեղ 1000 տարի դեղած։ Միաժամանակ Զելենսկին էլ անդր գտնվում ինքը այս վերջի ուրեմն քանի մի շաբաթից ավել արդեն անընդհատ ասում է, որ ժամանակն է, որ վերջացնենք էսի։ Հիմա ինչի է այդ ասում ինքը։ Երկու պատճառով։ Մեկը որ ինքը հասկանում է, որ հոգնածություն կա Եվրոպայում եւ ընդհանրապես աշխարհում այս պատերազմից։ Երկրորդը որ շարունակելը իհարկե ինքը մեծ հույսեր ունի դա որ ասում է որ վերջացնենք, դա չի նշանակում ինքը իր հողերը չի ուզում։ Բարձա որ ինքը պարզապես հիմա մտածում է որ Ռուսաստանը այնքան է թուլացել, որ եթե նստեն բանակցությունների ինքը ավելի ուժեղ դիրքերից է լինելու, քան թե ասենք թե մի տարի առաջ էր կամ եւ այլն։ Եվ շատ հնարավոր է որտեղ որ Պուտինի դիրքերը շատ են թուլացել հենց Ռուսաստանում։ Եվ ինքը պետք է երևա եվրոպացիների մոտ, որ խաղաղություն ուզողը ինքն է։ Շատ լավ հասկանալու Պուտինը անպայման ասելու է չէ չեմ ուզում բանակցեմ։ Եվ պետք է անդադ շեշտել, որ տեսես ասում եմ եկեք խոսանք ես վերջացնենք, ինքը ասում է չէ։ Այդպես էլ կա այսինքն։ Հիմա հանգարց ինքը ուզում է արագ վերջացնի այս պատերազմը։ Ամեն գնով ինչի համար, ամեն գին չի նշանակում երկիրը տալով էլ ինքը պատրաստ է կռվի միջև վերջ։ Բայց եւ հաջողություններ կան, այո, գնում են առաջ, գրավում են հողեր, չգիտեմ, մեծ վնասներ են տալիս, Ղրիմում ընդհանրապես բենզին չկա, չեն կարողանում ոչ մի տան հասցնել, ցամաքային ճանապարհը խփեցին նորից, անընդհատ խփում են։ Հիմա նույնիսկ բաներ են անում, որ ոչ մի տանկերները, մեքենաները, որ բենզավոզ են ասում, դրանց որ բենզի տանող դրանց անդադ խփում են, դրանց ես ինչ իմանամ, դե նավերով իհարկե չեն կարողանում տանեն, դե ոչ նավթ, ոչ մազութ, ոչ մի չի գնում եւ չկա եւ այդ խովակներն են խփել, մի խոսքով այդ է վիճակը։ Իսկ եթե չունես բենզին, ինչպես սարանում, ոչ չեն ծախում սկզբում մարդը 25 լիտր էին տալիս, հետո դարձավ 5 լիտր, հիմա չգիտեմ այդ էլ չկան, այս չի որ շատ բան կա, բայց ամենանևս Ղրիմը դա սիմպտոմ է, այսինքն իրականության մեջ թերակղզի ենք ասում, բայց իրականքը կղզի ոնց որ լինի, այն իմաստով որ եթե կողքից չես կարող մանավանդ Ազովի ծովի ճանապարհը չես կարողանում կոնտրոլի տակ պահես, այս կողության տակ պահես, չես կարողանա մատակարարել։ Ինչի համար եւ արդեն պարզա որ ժամանակին էլ տվեցին Ուկրաինային Ղրիմը։ Դա Ռուսաստանից ոչ մի չէին կարող այնտեղ հասցնեին։ Ղրիմը ունի բենզինի բացի իհարկե ջրի մեծ խնդրեմ է, էլ չգիտեմ մարդիկ գիտեն թե չէ, այնտեղ ջրի հարցը շատ սուր է դրված, ես ինչ որտեղ Պարսկաստանին են նման չեն կարողանում այդ ման հրապարակել։ Ամեն ինչ գալիս է Դնիեպրից, ամեն ինչ գալիս է բանով Ուկրաինայով եւ այլն։ Մի խոսքով դա իր հերթին պետական սահմանափակումներ կան այնտեղ, այդ բանակը, բայց ուրիշ ուղղություններով են ուկրաինացիների հաջողությունների հասնում։ Մի խոսքով այս բոլորի հանդեպ անընդհատ ոնց որ ասում են դրոններով խփելով Մոսկվայի ինչ որ արվարձանները, այնտեղի օդանավակայանների աշխատանքներն անդադ կանգնեցնում, ձախողում եւ այլն, ասեմ բան առաջացել։ Հետևանքներ մանավանդ որ պատկերացրեք ինտերնետի հետ կապված բաներ են առաջանում, այսինքն Ռուսաստանը սահմանափակում է ինտերնետի գործածությունը, հիմա Starlink-ն էլ որ կտրել են հիմա ինչն է նորը նստեցի բան էի նայում գոռում են թե ով է հիմա կտրել Telegram կանալը բաների համար զինվորականների ասում որ Telegram-ն էլ չնի այդ մարդիկ բա ինչով են խոսում իրար հետ այսինքն Starlink չկա այլևս գոնե թողեիք ինչ որ քչով շատով ինչ որ ուրիշ բան խոսքով բոլոր թեզն այնա որ իբրև թե այս վերջի բաները այդան որ իբրև թե Պուտինը չգիտի ինչքան վատ է վիճակը եւ ասում են որ Պուտինին միշտ են բանարել ինֆորմացիայից ճիշտ ինֆորմացիայից հեռու պահել, այսինքն ասում են նույնիսկ հեռուստացային նորությունները երբ որ տալիս է իր գիշերը, մի հատ էլ մնում է երկրորդ անգամ նկարում է իր նույն այդ օրվա նորությունները, բայց այս մեկը մենակ Պուտինի համար, որտեղ բոլոր բացասական բաները համված էին ամեն ինչ լավ էր ներկայացված։ Այսինքն Պուտինն նստում էր իր մոտ հեռուստացույց նայում, տեսնում էր մի բան, մնացած երկիրը տեսնում էր ուրիշ բան։ Եվ հիմա այս
շատ հնարավոր է որ տենց էլ կա ես լույս կասկած չունեմ բայց ես իսկապես կասկածում եմ որ ինքը այդքան էլ անտեղյակ է թե ինչ է կատարվում հա այդ մի քիչ տենց էլ չի ուրիշ բան որ Պուտինը կարող է չի ուզում բարձրաձայն ընդունի իրավիճակը եւ ասած քողարկված արտահայտություններով այն ինչ որ խոսում դրա մասին բայց դա նորություն չի միշտ էլ տենց է եղել սովետականությունը Ռուսաստանը էլ տենց են եղել ով էր ասում որ իրանք պարտվում էին երբ որ բանի ժամանակ ասենք թե ինչ որ պատերազմի ժամանակ միջև որ ռոպեն հասնում է մեկը ասում են վայ չեղավ այսպես ինչ որ բան այն հանգարց ասում է որ այս քաղաքը հանձնեցին այդ ձևի հիմա այս Պուտինը իսկապես գիտի թե Պուտինը այդքան էլ անտեղյակ է եւ այլն դա արդեն տարբեր հարցն է որ այնտեղ արդեն սկսել են խոսալ բացեի բաց որ այս բանը էլի մեծ բան է դարձել եւ ամբողջ բանը իհարկե որ վերադառնամ մեր ոչխարներին որ G7-ում Թրամփին համոզեցին որ վերադարձի այս Ուկրաինայի պատերազմը կարևոր է մի ուշադրություն տեղ դարձու հիմա ի՞նչն է նպատակը մասամբ որ իրան ուզում եմ բանան կտրեն այդ Հորմուզից հանեն այսինքն խնդիրը ինչ ուզում եք բացեք այդ պատերազմը թող վերջանա մի լսի դու Իսրայելին դու ալի մեր կողմ շուտ արա մեկը դա է իհարկե մյուսը իհարկե բոլորն էլ հասկանում են թե ոնց ուզում ես արա առանց Ամերիկայի դժվար ալներ իրանց համար չնայած Գերմանիան առաջի անգամ իամ կանցլերը հայտարարեց որ իրենք պատրաստ են ամեն մի իրենց հողի սանտիմետրի համար կռվեն անկախ ուրիշների Գերմանիան պատրաստ է կռվելու եւ ոչ թե միայն իրենց համար այսինքն գերմանական հողի համար այլև իրենց դաշնակիցների դա իհարկե մի հատ հեղափոխություն է դա գերմանական ուղեղի մեջ որ իրենք կարող է ոնց որ Ճապոնիան էլի հանգարց զարթնեց ասեց մենք պատրաստ ենք կռվելու արդեն մենք միայն չենք պաշտպանվում այդ Ճապոնիայի մաս Գերմանիան արդեն այս ոնց որ ասում են այս մեծ քայլը անելով որ մի նոր բան չի իհարկե իրաց մոտ սա հասունանում է կամաց պանիկայի մեջ է որ Գերմանիան եթե իսկապես սկսեց ոտի կաննել եւ զինվել հետո արի դե ոնց էս պահելու այդ գերմանացիների հետ պահելը հետո ավելի մեծ խնդրեմ անել նույնիսկ Թրամփը այդ ասեց անցած տարի էր երբ որ նստած էր այդ գերմանացիների հետ եւ դա բոլորի համար մտքի մեջ կա բայց միաժամանակ բոլորն հասկանում են որ այնտեղ ուրիշ չկա արտադրողական ուժի հարցը դե արի ինչքան կարող ես զինվես երբ որ դու փոքր երկիր ես ասենք թե դու Բելգիա ես կամ չգիտեմ Հոլանդիա ես մի ինչ ես հիմա ամերիկացիներին կանչելու նպատակներից մեկը հենց այդ է որտեղ ուրիշ ոչ ոք Գերմանիային չի կարողանա զսպի երբ որ Գերմանիան ոտի կանգնեց եւ սկսեց զինվել եւ սկսեց արտադրել այն տեմպերով եւ այն մասշտաբներով որ ինքը կարող է արտադրի որ չենք խոսում որ տարին ասենք թե 5 հաթրթի սարքի ես չգիտեմ 10,000 էլ արկ չէ խոսում եք դրա մասին որ պետք է սարքես միլիոններով այս արկերը եւ դրոնները եւ այլն եւ այս ինդուստրիալ այս capacity-ն այս ունակությունը Եվրոպայում շատ քիչ երկրներ կարող է այդպես մրցեն Բրիտանիան չի կարողանալու Ֆրանսիան հասկանում է որ իրան մենակ իր միջուկային զենքն է պահում որ relevant եթե լույս մրցակցություն ստեղծվի Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ չթարսականը թող կախնի դա չնայած ֆրանսիական բանակը շատ ուժեղ է եւ լավ զինված է ես ֆրանսիացիների ունակությունների վրա բավական լավ կարծիք ունեմ նշի որ իրանք վատ են իրենց տեխնոլոգիան շատ լավն է շատ առաջացած է սենց ասել anyway Abi gene tanga իհարկե ամերիկյանի նման համարյա մելոբիտ որոշ տեղերում ավելի թանկա դուրս գալիս բայց որակը վատը չի լավն է բայց հիմա երբ նորից վերադառնա Գերմանիան ոտի կանգնեց սկսեց մեծ այդ իր ինդուստրիալ capacity-ն շատ ուժեղ է այդտեղ լուրջ բան ալնելու այ դրա համար էլ նաև հիմա Ֆրանսիան եւ մյուսները ասում են Ամերիկա ջան լավ ինչ որ արել սարել ես ախպեր ջան
բոլա մեր վրա գորգորած։ Հիմա Ռուսաստանը լավ պատճառը, որ դու վերադառնաս ստեղ։ Բայց մենք հասկանում ենք, ստեղ ուրիշ բաներ էլ կա Ռուսաստանից բացի, համել պետքա որ դու ստեղ լես, որ Գերմանիան շատ ճուժղանա, շատ չտպրտա, ասենց ասենք։ Միջև հիմա կարիք չուներ ոչ մանանի, բոլորը նստած էին ամերիկյանը ասենց ասում հովանոցի տակ, ամեն մեկը իրանց սոցիալական հարցերով էր ծախսում մենակ եւ ամերիկացիներին վերևից էին նայում։ Հետո պարզվեց, որ չեղավ։ Աննորմալ Թրամփ եկավ, ասեց սկսեք բոլորի ծախսել նախ եւ առաջ, ձեր բյուջեն պիտի մեծացնեք, ձեր համախառն արտադրանքի 4%-ը, 2-ից անց է 2-ներ, հետո 4-5, սկսեց պահանջներ ներկայացնել։ Եվ բայց դրա հետևանքներն էլ տեսանք ինչ են, side effect-ներից մեկը դա որ զարթնեցին եւ հենց Գերմանիան եւ մյուս երկրները, Լեհաստանը շատ ուժեղացավ, Ուկրաինան շատ ուժեղացել, բա այդ մյուս երկրները սկսեցին նեղվել, այդ ոնց կլինի։ Հիմա դուք պատկերացրեք արևելքում Լեհաստան, Ուկրաինա, Գերմանիա լինեն արևելյան Եվրոպայում։ Այս ինչ մի հատ պոտենցիալ, սա ինչ կոալիցիա է։ Մնացածի վրա ոնց որ ասում են արդեն Կենտրոնական Եվրոպան էսի դառնում է նորից Axis ինչ-որ power-ի հարցեր են առաջանալու եւ դա իհարկե բոլորին այդպես էլ բան չի հիմա նորից են ասում իմ կարծիքն է սա իմ անալիզն է որ դրա համար Ամերիկային պետք է հետ բերել ամեն գրով հիմա դու ուզում ես Թրամփը չլինի parza թվում է ով էլ եկավ հաջորդը վերադառնա ՆԱՏՕ չինելու դուրջ բանով Բայց դե միշտ 3 տարի շահակին ժամանակ հաստեղ էլի պետք չի դրա վրա հույս դնել եւ էլ չասեմ որ անգարց մի ասենք աննորմալ ընտրվի նորից ու կորած ենք այսինքն ասենց աշխարհը ոնց որ մի Եվրոպայով մի խոսքով այս բոլոր բաները հիմա շատ ակտուալ են եւ հերատեսները սկսել են դրա մասին մտածել եւ դրա էլ մասին է որ եկավ բան հիմա կոնկրետ քայլերի մասին կոնկրետ քայլերը եվրոպացիները ինչ արեցին Ну, գիտեք, ես էլի մի երկու պատմություն եմ անում, բրիտանացիները ուրեմն իջան մի հատ բանի վրա, տանկերի վրա, որ ռուսների համար նավթ էր փախցնում ստենց ասած, այդ ինքը Կամերունի դրոշակի տակ էր գնում, բայց ռուսական տանկերը բարձր, էլ որտեղ անգլիական channel-ում, British channel, English channel որ ասում են Եվ վերցել են խոսքով հսկողության տակ հիմա որոշենք թե ոնց են դրանով ինչ են այլուն տանկերի հետ ասենք եթե հետևանքները մյուսը այն եղավ որ լարվածություն եմ ուզում ցույց տամ ստեղ հաջորդը դա բանն էր որ ռուսական մի հատ ռազմանավ ինչ որ մի հատ էլի անգլիական կանալում, այսինքն ափերի Island of Wight կան, գիտեք, դա շատ մոտիկ է, էլի ֆրանսիական բանին, ափին, բայց անգլիական է ինքը, բրիտանական անելություն։ Ռուսական ռազմանավանդեղ ամատնում, ուտեղ անտեղ բիզի տեղ ամարտիկ յախտաներ են գնում գալիս, երկրների միջև, այդ կղզիների միջև և այլ և այլ և այլ։ Մի հատ յախտա ինչ-որ ընդեղից անցնում է, բանա կրակել, դա զգուշացնող ուրեմն կրակոցները արեն է։ Ման ռազմանավը եւ մի հատ փուճուր յախտա, դու պատկերացնում եք տենց տարբերությունը։ Այսինքն այնքան էլ վախեցել, թե ձևացնում էր որ վախեցել է թե ինչ, որ թույլ չտվել որ իրան կես կիլոմետր մոտենա ինչ որ տես ինչ-որ բաներ եղել, կես կիլոմետրը մի բան չի իհարկե ծովում, բայց համենայն դեպս կրակել է, սա արդեն մի բան է նշանակում։ Չէ, ոնց որ իրանց բանի վրա են արդեն ներվերի լարված են բավական։ Հիմա ինչի էր դա այնտեղ դա արդեն տարբեր հարց ինքը կարող է անցնում էր այնտեղով կամ այդ ռազմանավը կամ ուզում էր այդ տանկերներին իրանց հսկի եւ այլն կամ ազդեցություն թողնի կամ ճնշի ինչ որ բրիտանացիների վրա իհարկե չես կարա բրիտանացիների ասում Բաքում իրանց վրա բան ֆրաս, ինչ էլ լինի, իրանց նավատորմը այն աշճանի չի էլի, որ կարողանաս իրանց շատ ճնշես, բայց համենայն դեպս այս բաները վերջի օրերից բան, այսօր եմ ասում, այսօրվա պատմությունը է, այսօր ասում եմ, այսօր առավոտ տեղական ժամանակով 11-ից քանիսին է եղել էս ինչ որ եղել է, այս կրակոցները որ ռազմանավա կրակել է։ Խոսքով սա խառնվել են իրար։
Եվ արդյոք սա ինչքան լուրջ պետք է ընդունել, դե հիմա մենք ինչ անենք, արդյոք մենք էլ պետք է այնտեղ ուղարկենք ռազմանավեր, մի խոսքով ինչ ասես հիմա այդ այն բաներից է, որ դրա մասին խոսան եւ կբերեն ինչքան բան կա, ադմիրալ կա, չգիտեմ ինչ կա թոշակի գնացած, որպեսզի մեկնաբանի թե դա ինչ է նշանակում, բայց դրա բանը պարզա, որ քաղաքական դա քայլ է առաջին հերթին, այստեղ դրանք չեն կրակում, կրակելուց առաջ նա վստահ եմ թույլտվություն է ստացել Մոսկվայից, չնայած ընդհանրապես կապիտալները ունեն սսկայական իշխանություն, բայց այդպես երբ որ գնում ես ասում թշնամուն մայլեն, պետք չի քեզ այնտեղ բաներ անես, էլի այդպես ինցիդենտներ ստեղծած, որի հետևանքով կարող է հանգարց պատերազմ սկսի, այդպես բաները նախ հարցնում են նախքան կրակել, այդպես չի լինում հենց այդտեղ։ Այն էլ այդպես։ Լավ։ Վերջացնելուց առաջ ինչ էի ասում, այն օրը նայում էի, որ Հայաստանի ընտրություններից հետո ուրեմն այդ երբ որ վերանայվում էր հարցը, արդյոք պետք է նորից բաները երեք կենտրոններում եղած բաները վերահաշվել եւ այլն հարցեր էր, մի հատ կին այնտեղ նստած ասում է դուք ոնց կարող եք թույլ տաք, որ չգիտեմ քանի հազար ինչ որ ձայների մեջ տեղում ինչ որ 60 ձայն չհաշվեք, չհաշվելը չէ որ այս 60-ով կորցրել են այդտեղ, որ այդքանը համարեք, որ բավարար է որ համարեք, որ Բարգավաճ Հայաստանը չի անցել։ Կապ չունի կոնկրետ բառերը այստեղ միտքն էր, որ իբրև թե այդ քիչ ձայներով է հաղթել, կարծես ինչ կարևոր է, քիչ ձայներով է 10,000 ձայնով է հաղթել, թե 60 ձայնով է հաղթել, տարբերություն չի անում, հաղթել այն մարդը։ Դու կարող ես նորից հաշվես, խնդիր չկա դրանում, կարող ես նորից բան անես, դա պարզ է, բայց թիվը թիվ է, այսին հաղթելը մի ձայնով էլ կարող է հաղթի, չէ՞, ոչ չի գրած սահմանադրության մեջ, որ թե լինի 100 ձայնից պակաս, ուրեմն պետք է այդ ձայները գումարես, չգիտեմ, մյուսի համար, կամ իրան գումարի, այդպես չի գրած։ Եվ հիշեցի այդ առիթով 2000 թվականի ամերիկյան պրեզիդենտական ընտրությունները, երբ որ վայս պրեզիդենտ Ալ Գորը փորձում էր պրեզիդենտ դառնալ եւ մյուս կողմից Ջորջ Բուշն էր, որը գալիս էր Տեքսասից որպես գավերնոր, ընդդեղի ուրեմն նահանգապետ։ Եվ որպեսզի հաղթես պետք էր ունենայր ընդհանուր ուրեմն ընտրաձայների, որտեղ նահանգների որ նահանգը շահում ես, այդ նահանգի ընտրաձայներն է ստանում։ Որպեսզի բավական հաղթեր, գործ եկել էր այլ, ով որ Ֆլորիդան հաղթեր, դες ով որ Ֆլորիդային մեծամասնություն էր, նա կստանար Ֆլորիդայի ձայները, հետևաբար ինքը կդառնար electoral vote են ասում, կդառնար պրեզիդենտ։ Եվ հաշվելով հաշվում էին էսի վերջում, որտեվ անընդհատ ռեփաբլիկանները ասում են, որ ճիշտ չէ սա հաշվել։ Դեմոկրատներն են ասում ճիշտ չէ հաշվել։ Նորից հաշվեցին։ Ուրեմն ժամանակ էլեկտրոնային չէր այստեղ Ֆլորիդայի այդ հաշվարկները, ասես թղթերի վրա էին, որոնք պետք էր ամեն տեխնացուի անունը գրված է, կողքն մտցնում ես մեքենայի մեջ, պետք է վրայից ծակեիր, որ այդ մանունի կողքը, որ հետո այդ հաշվիչ մեքենան այդ ծակերի տեղի թղթի վրայի այդ անունների դիմաց եղած ծակերի հիման վրա հաշվեր, թե ով ինչքան քվե է ստացել։ Տևեց ամիսներ, սկսեցին ձերքով հաշվել այդ բոլոր թղթերը, ասեց բռնում էին լույսի մոտ, որ որտեղա ծակը եղել, այնտեղ լրիվ է ծակվել, թե այդ թղթիկը կտրվել, ասեց մի ծայրից կախված է դրան։ Մի խոսքով, էսի գնաց գործը հասավ գերագույն դատարան, միջև որ դրանուն ասել, օքեյ, բրցեք արդեն էսա հատել վերջ, ու տվեցին Բուշին բաց։ Բայց, որ ասենք, գիրեք, ուրեմն Ֆլորիդայի բնակչությունը հիմա մոտ 32.5 է, 33.5 է, ինչ հետեց մի բանա, միլիոն։ Այն ժամանակ ավելի քիչ էր,
ինչքան էր 16 միլիոն էր ինչ էր, դες մի բան էր, 2000 թվականին 16 միլիոն բնակչության ձայներն էին հաշվում եւ Ջորջ Բուշը հաղթեց 270 ձայնով այսինքն այդ վերջի հաշվով հաշված թղթիկներով եւ Գերագույն դատարանով Supreme Court-ով հաստատված 270 ձայնով ինքը շահեց Ֆլորիդան, որ իրան դարձրեց պրեզիդենտ։ Երկու անգամ։ Իր ամբողջ հետևանքներով։ Հիմա շատ ձայն պետք չի։ Օրենքի մեջ չի գրված, որ պիտի մեծ տարբերությամբ հաղթես, հաղթել ես, այդտենց է։ Ես էլ եմ ասում, չեմ ասում, որ եթե այնտեղ խարդախություն կա, կամ եթե պետք է նորից հաշվել, պարզա որ պետք է լինի, խնդիր չկա։ Եթե պետք է, եթե պետք չի։ Բայց թող մարդիկ չասեմ, որ քիչ ձայնով ա եղել, այնտեղ 5 ձայներ, թե 15 ձայներ, թե 100 ձայներ, ինչեր եւ այլն։ Այդ տարբեր հարց է, ես այդ պատմությունը դրա համար պատմեցի, որ ընդամենը 216 միլիոնանոց նահանգի մեջ։ Anyway, այդ էլ այդպես։ Այսօր ես կանեմ Վարդան Վարդանյան VV Talks, խնդրեմ subscribe, like-եր, comment-ում եւ ես ձեր կոմենտները կարդում եմ, իհարկե գիտեք, որոշ կոմենտների ես ուղղակի սրտիկներ եմ դնում կամ ինչ եմ անում, որոշներին պատասխանում եմ, նայած եթե քաղաքավարի եւ ճիշտ ձևով են ձևակերպում իրենց միտքը եւ համարյա տենց բան չկա, որ ես չպատասխանեմ, այսինքն չնկատեմ, չկարդամ։ Ով որ գրում է, շնորհակալություն ձեզ, շարունակեք այդպես, ով որ դեռ չէ, խնդրեմ գրեք, եթե հարցեր կան կամ կարծիքներ կան։ Ինչպես ասեցի, մինչև հաջորդը։